Ձեզի շատերը գիշեն, որ մարտ ամսին մենք խոսեցինք որդեգրության մասին։ Պողոսը Եփեսացիների 1:5-ում ասում է հետևյալը, որ Աստված մեզ նախասահմանեց Հիսուս Քրիստոսի միջոցով իրեն որդեգիր լինելու ըստ իր կամքի հաճության։ Որդեգրությունը դա Աստծո հաճությամբ Քրիստոսի մեջ մեր նախասահմանությունն է։ Մենք Քրիստոսի մեջ ենք։ Մենք Տիրոջ մեջ ինչ-որ մեկը կամ ինչ-որ կարգավիճակում ենք։ Ստեղ Պողոսը ասում է Քրիստոսի մեջ դուք որդեգիր զավակներ եք։ Մենք Աստծո մեջ ենք, որ լինենք ինչ-որ մեկը։ Մենք Աստծո մեջ ենք, սա։ Բազում բաներ ենք մենք Աստծո մեջ։ Մենք Աստծո մեջ Աստծուն որդեգրվածներն ենք։ Ու դա Պողոսը ասում է Աստծո կամքի հաճությամբ է սա։ Աստված, որ մեզ որդեգրել է, ինքը հաճություն է ապրել, իրեն դա վայելք է պատճառել։ Որպես որդի մենք ենք պատասխանատու մեր աճի, մեր զարգացման, մեր հասունանալու մասով գոնե այնքան, որ մենք ուզենանք դա, որ մենք ձգտենք դրան, որ մենք համաձայնենք լինելու այդ սիրելի որդիները։ Ու Մովսեսի օրինակով մենք խոսեցինք, եթե հիշում եք այն մասին, որ հնարավոր է անցնել որդեգրության մի քանի փուլ։ Մովսեսի որդեգրության առաջի փուլը դա փարավոնի աղջկա կողմից որդեգրվելն էր, որը փաստացի փարավոնի կողմից որդեգրվելն էր, ու դա տևեց 40 տարի։ Մովսեսի կայացման, զարգացման, մեծանալու, չգիտեմ, հաստատվելու, ձևավորվելու, կյանքում տարբեր աշխարհայացքների բախման ու այդ ամենը ոնց որ մարսելու տարիներն էին դրանք ու ոնց հիշում եք այս փուլի վերջում Մովսեսը ձախողվեց։ Որդեգրության երկրորդ փուլը, որ Մովսեսը անցավ, դա իր աներոջ Հոթորի կողմից էր, որ ինքը որդեգրվեց։ Դա Մովսեսի նստակյացության, հարմարվելու, քիթ այլևս տեղ-ընդեղ չխոթելու, չգիտեմ, բավարարվելու, մի կողմ քաշված, իր անելիքը անելու, սենց հանդարտ ընթացք էր, որ շատերս էլ անցնում ենք այդ ընթացքով, բայց դրա առանձնահատկությունն էր, որ անկախ նրանից, որ Մովսեսի կյանքում գրեթե ոչինչ չէր կատարվում, այն Ռոբինզոնի նման իտալական գալիս է կինոթատրոն, ասում է ապիած պրամորիա, լրիվ այդ վիճակն էր, բայց Աստված Մովսեսի հետ էր։ Թեև դա բացահայտ չէր երևում ու ինչ-որ բան չէր կատարվում իր կյանքում։ Այսօր կխոսենք Մովսեսի որդեգրության երրորդ ամենակարևոր, անբեկանելի, վերջնական, իմաստալից որդեգրության մասին, ու այս անգամի տարբերություն մարդկանց Աստված որդեգրեց Մովսեսին։ Իհարկե պատկերավոր ենք ասում։ Միասին Աստվածաշնչյան շատ հայտնի մի հատ համար ենք նայելու, որի մասին ֆիլմեր, մուլտեր, գրքեր կան։ Ես վստահ եմ, որ դուք բազում քարոզներ եք լսել այս թեմայի շուրջ ու դեռ շատ կլսեք։ Ու վստահ եմ, որ շատերդ էլ կարող եք բազում հրաշալի հայտնություններով կիսվել հենց այս հատվածի շուրջ։ Ես կարդալու եմ Ելից 3-րդ գլխի 1-14 խոսքերը։ Մովսեսը արածեցնում էր իր աներոջ Մադյամի քուրմ Հոթորի հոտը։ Նա հոտը քշելով անապատի հետևը եկավ Աստծո լեռը Քորեբ։ Տիրոջ հրեշտակը նրան մորենու միջից երևաց կրակի բոցով։ Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վառվում էր, բայց չէր սպառվում։ Ու Մովսեսն ասաց. «Մի գնամ ու տեսնեմ այս մեծ երևույթը, թե ինչու մորենին այրվելով չի սպառվում»։ Տերը տեսավ, որ նա դառնում է տեսնելու, ու Աստված մորենու միջից կանչեց նրան եւ ասաց. «Մովսես, Մովսես», նա ասաց. «Ահա այստեղ եմ»։ Աստված ասաց. «Մի մոտեցիր այստեղին, հանիր կոշիկներդ քո ոտքերից, որովհետև այնտեղը, որ դու կանգնած ես, սուրբ հող է»։ Նաև ասաց. «Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը եւ Հակոբի Աստվածը»։ Եվ Մովսեսը ծածկեց իր երեսը, որովհետև վախեցավ նայել Աստծուն։ Տերն ասաց. «Ես տեսա Եգիպտոսում գտնվող իմ ժողովրդի չարչարանքը եւ լսեցի գործավարների պատճառով նրանց աղաղակը, որովհետև իմացա նրանց կրած նեղությունները։ Եվ իջա, որ նրանց ազատեմ Եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այն երկրից ու տանեմ մի լավ ու լայնարձակ երկիր, ուր կաթումեղր է բխում, որտեղ բնակվում են քանանացիները, քետացիները, ամորհացիները, փերեզացիները,
Խևացիները եւ Հեբուսացիները։ Եվ հիմա Իսրայելի որդիների աղաղակը հասել է ինձ։ Ես տեսա նաեւ այն հարստահարությունները, որոնց ենթարկում են նրանց եգիպտացիները։ Ուստի արի հիմա քեզ ուղարկեմ փարավոնի մոտ եւ հանիր Եգիպտոսից իմ ժողովրդին, Իսրայելի որդիներին։ Մովսեսն ասաց Աստծուն. Ես ով եմ, որ գնամ փարավոնի մոտ եւ Իսրայելի որդիներին հանեմ Եգիպտոսից։ Աստված ասաց. Ես քեզ հետ կլինեմ եւ սա նշան կլինի քեզ համար, որ ես եմ ուղարկել քեզ։ Երբ ժողովրդին հանես Եգիպտոսից, այս լեռան վրա կպաշտեք Աստծուն։ Մովսեսն ասաց Աստծուն. ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ եւ կասեմ նրանց. ձեր հայրերի Աստվածն ինձ ուղարկել է ձեզ մոտ։ Եվ եթե նրանք ինձ հարցնեն, թե ինչ է նրա անունը, ես ինչ պատասխան տամ նրանց։ Աստված ասաց Մովսեսին. ես այն եմ, որ եմ, եւ ասաց. այսպես կասես Իսրայելի որդիներին. Էմը ուղարկեց ինձ ձեզ մոտ։ Մովսեսի այս երրորդ փորձառության մեջ բազում շերտեր կան։ Ու այս երրորդ, կարելի ասել վերջին որդեգրությունը ինքը շատ երկար տևեց, բայց հիմա կնայենք անմիջական այ հենց այս դեպքը, թե ինչ ընթացներ կարող ենք տեսնել հենց այս դեպքից, այս դիպվածից, որով հենց սկսեց Մովսեսի որդեգրումը։ Եթե ուշադիր եք լսում, նկատեցիք, որ պատմությունը մեզ ասում է բաներ, որոնք Մովսեսը չգիտեր։ Խոսքը ասում է, որ Տիրոջ հրեշտակը նրան երևաց այդ մորենու միջից, կրակի բոցով, բայց Մովսեսը դա չգիտեր, բայց մենք նախորոք իմանում ենք, որ դա ինձ հրեշտակն էր։ Ու մենք հասկանում ենք, որ Տերը մեր հետ գործել է դեռ սկզբից։ Մեզնից որևէ մեկը մինչև Տիրոջ գալը չի իմացել, որ Աստված գործել է իր հետ, բայց Աստված գործել է իմ ու քո հետ, ամեն մեկիս հետ։ Մենք հետո ենք իմանալու, թե նա ինչպես է մեզ համար, չգիտեմ, մեր կյանքում ինչ-որ բաներ թույլ տվել, դուրեկան ու անդուր փորձառություններ։ Ինչպես է մեր համար ինչ-որ բաներ հետաքրքիր դարձրել, որ մեզ պիտանի է դարձնելու, թե իրան պաշտելու, թե իր ժողովրդի համար։ Մենք լիքը բաներ հետո ենք իմանալու, ինչպես որ Մովսեսը հետո իմացավ, թե դա ինչ զարմանալի երևույթ էր։ Ու եթե ուշադիր եք լսում խոսքը, նկատեցիք, որ Մովսեսի համար ոչ թե մորենու այրվելն էր զարմանալի, այլ այն, որ այդ մորենին վառվելով չէր սպառվում։ Հենց դա է ասում Մովսեսը, ինքն իրան հարց է տալիս, ինչու չի սպառվում, ինչու չի մոխրանում ու պրծնում։ Որովհետև անապատում թփերի այրվելը ինքը հանդիպող երևույթ էր։ Շոքից չորանում էին, ու երբեմն բռնկվում էին ու շատ արագ այրվում, դառնում մոխիր, կրակը հանգչում էր, բայց Մովսեսի տեսած այս թուփը շարունակում էր այրվել, չէր մոխրանում, չէր սպառվում, ոնց որ նյութական չլիներ այն ինչ որ Մովսեսը տեսնում էր։ Մովսեսը փորձառություն ուներ, ինքը 40 տարի այդ անապատին շատ լավ ծանոթ մարդ էր ու լիքը տենց բաներ էր տեսել, շատ անգամ էր տեսել, թե ոնց է թուփը այրվում ու վերջանում։ Ու այդ իրան գրավեց, որ այս թուփը այրվում է, բայց չի սպառվում։ Այդպես չպետք է լիներ։ Ինչ որ մի բան այն չէր։ Երբ Տերը մեզ որդեգրում է, մեր կյանքում սկսվում են սովորական ու անսովոր բաների միքսերը։ Ոնց որ թփի այրվելն էլ։ Կարծես ինքը սովորական երևույթ էր, թուփը առնվում է, հեսա կպրծնի, բայց միևնույն ժամանակ գերբնական էր։ Ու հենց այդ սովորականի ու անսովորի միքսով Տերը գրավեց Մովսեսին։ Մեր կյանքում էլ է այդպես լինում։ Ընդհանրապես մեր կյանքը սովորականի ու անսովորի մի յուրօրինակ միքս է։ Օրինակ, այս գարնանը մեր Մարիամին փառաբանության, որ այսօր մեզ ծառայեց, իր վահանագեղձը վիրահատեցին։ Եթե հիշում եք, մենք աղոթում էինք այդ ամեն ինչի համար։ Բժիշկները վաղուց, երևի մի 10 տարի առաջ հայտնաբերել էին, որ խնդիր կա, ու զգողության տակ էին պահում, եկավ ժամանակը, վիրահատեցին։ Ինչ մի գերբնական կամ աստվածային բան կա այստեղ, սովորական առաջի հայացքից ոչ մի բան էլ չկա։ Բայց մի հարց տամ բոլորիս, իսկ ինչ կլիներ, եթե մենք չաղոթեինք։
Երևի քիչեր եք իմացել, որ այդ վիրահատությունից անմիջապես հետո, երբ որ Մարիամը նարկոսից ուշքի է գալիս, արնաոսությունը այդ վերքից սկսում ու անմիջապես նորից նարկոզ են տալիս, նորից վիրահատում են ու այդ հարցը այդ ձև է լուծվում։ Ինչ որ դրենաժի խնդիր է լինում։ Ես հավատում եմ, որ Տերը հսկել է ու թույլ չի տվել, որ ավելի խնդրահարույց զարգացում լինի։ Կարող էր դա չլինել, իհարկե կարող էր, բայց հնարավոր է, որ Տերը այս եղածով ինձ ու քեզ ցույց է տվել իր հավատարմությունը ու դեռ ցույց է տալու։ Բնական հարց է առաջանում, լավ, ինչու այդպես եղավ։ Մենք միշտ որպես մարդ տալիս ենք այդ ինչու հարցը, բնական է։ Բայց երևի ժամանակն է, որ սկսենք Աստծու նման, ոչ թե ասել ինչու, այլ տալ ինչի համար հարցը։ Ու շատ հաճախ մենք այդ ինչի համարի պատասխանը հենց այդ պահին, այդ դիպվածի ընթացքում նույնիսկ չենք ունենում, այլ վերջում ենք ունենում։ Շատ սուրբերի կյանքում այդպես եղել։ Ու ես նորից հարցնեմ, իսկ եթե մենք աղոթած չլինեինք, ով գիտի այդ ողջ վիրահատությունը ոնց կանցներ։ Կարող է այդ գեմատոման շատ ուշ, չգիտեմ, հայտնաբերեին, ամեն ինչ էլ կարող էր լինել։ Բայց սա եղավ ու Տերը իր հավատարմությունը ցույց տվեց։ Ու ես բեմից այդ հարցը շատ է հնչում, ոչ թե ինչու, այլ ինչի համար։ Ու դա այն հարցն է, որի պատասխանը Տերը ուզում է, որ մենք փնտրենք։ Որովհետև այդ պատասխանի փնտրտուքը հենց մեր հավատքի դրսևորումն է։ Աստված մեր կյանքում գործում է բնականի ու գերբնականի միքսով։ Հիսուս Քրիստոսը ինքը նման գերբնականի ու սովորականի մի միքս էր։ Աստված մարմին հագավ, մեր մեջ բնակվեց, մեր նման ապրեց, մեր նման մահացավ, բայց հարություն առավ, համբարձվեց։ Հիսուսը Գեթսեմանիում ասաց, որ ինքը կարող է հիմա խնդրել ու Հայրը իրեն կփրկեր, բայց եթե ինքը փրկվեր, մենք չենք փրկվի։ Դրա համար աղոթեց, որ ոչ թե իր, այլ Հոր կամքը լինի։ Ու Հոր կամքի արդյունքում էր, որ հավիտենականը մեղվեց փայտին, սովորական մարդու նման մահացավ, բայց գերբնական կերպով հարություն առավ մեռելներից։ Մեր կյանքում էլ նման բազում պահեր կան, երբ առաջին հայացքից շատ սովորական է, նորմալ է, բայց երբ որ հավատքով հարատևում ես այդ սովորականի, նորմալի, աննշանի մեջ, դա վերածվում է գերբնականի։ Ինչպես ենք հարատևում սովորականի մեջ, որ այդ սովորականը դառնա ոչ սովորական, աղոթքով։ Այլ միջոց չկա։ Աղոթքի մեջ ենք մենք մոտենում Աստծուն, գալիս ենք իր ներկայության մեջ, որի մասին այսօր Կարենը աղոթեց Տիրոջ ներկայության մեջ, ու շատ հարցեր իրենց լուծումը հենց այդ ներկայության մեջ են ստանում։ Ու ինչ հարցերի լուծումը չի ստանում, դու վստահ ես, որ Տերը վերահսկում է, ամեն բան վերահսկում է։ Մեր Արցախի Ռեմայի հովիվը, Արթուրը, 2016 թվականի պատերազմին, երբ որ իրեն զորակոչում են, ասում էր, այդ վրանի մեջ ենք ու վախից դողում եմ։ Ով եղել է կհասկանա ինչի մասն է խոսքը, ասում է վախից դողում եմ, մեկ էլ ոնց որ միտք եկավ մի հատ աղոթի, ու սկսեցի աղոթել Տիրոջը։ Ու այդ աղոթքից հետո ունես մի հատ ասում է վստահություն սենց ունեցա, ունենց հանդարտվեցի, ունենց ոնց որ չգիտեմ, կգնայի բոլորին կպատրեի, այդպես մի հատ զորություն ու հանգստություն ու խաղաղություն ասում է իջավ իմ վրա։ Սովորական հարցերով մենք մտնում ենք ներկայության մեջ ու դուրս ենք գալիս գերբնականը առած։ Կարող այդ աղոթքի ժամանակ ոչ մի բան էլ չլսենք, ինչ որ բան էլ չապրենք, բայց նույնիսկ այդ ժամանակ վստահ ենք, որ Տերը տեղյակ է ու ինչ որ լուծում ինքն է բերելու։ Աստծո որդեգրելու առաջին ընթացքը, որ մենք ապրում ենք, այս սովորական ու գերբնականի միքսը մեր համար սովորական դառնալն է, մեր համար նորմալ դառնալն է։ Երբ Աստված որդեգրում է մեզ, մեր հասունանալուն զուգահեռ շատ բաներ
սկսում են գալ այս սովորական ու անսովոր միքսի ներքո։ Ես հավատում եմ, եթե մարդ նորմալ քայլում Աստծո հետ, լուրջ քայլում Աստծո հետ, լուրջ հարաբերվում Աստծուն ու անհոգ չի, իր հոգևոր, իր հավատքի, իր նվիրման հարցում, իր համար այս սովորական ու գերբնական իրողությունը ուղղակի վերածվում է մի հատ նորմալ, դառնում է իր կյանքի նորմալ բաղադրիչներից մեկը։ Ու մենք սկսում ենք ամեն բան, բարի, բուն իմաստով, ամեն բան հավատքով դիտարկել որպես Աստծո գերբնական հրաշք։ Նույնիսկ դա եթե ինքան սովորական երևույթ է, երբ որ դու փողոցը անվնաս անցնում ես կամ լողանալուց չես ընկնում վաննայի մեջ։ Կարող է ասածս ծայրահեղ թվա, բայց երբ հավատքով սկսում ես կյանքին այդ ձև նայել, հասկանում ես, թե Պողոսը ինչ է ասում Կողոսացիների առաջի գլխի 15-ից 17 խոսքերում։ Հիսուսն աներևույթ Աստծո պատկերն է, բոլոր արարածների անդրանիկը, որովհետև նրանով ստեղծվեց ամեն բան, ինչ երկնքում է ու երկրի վրա, այն ինչ երևում ու չի երևում, թե գահերը, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները, ամեն ինչ նրա միջոցով ու նրա համար ստեղծվեց։ Նա է ամենից առաջ ու ամեն ինչ նրանով է իր տեղում, ամեն ինչ նրանով է իր տեղում, բառացի նա է պահում ամեն ինչ, նրա ստեղծած օրենքների, կանոնների, ֆիզիկական ուժերի պատճառով է, որ այս տիեզերքը դեռ կա ու կշարունակի մնալ այնքան, քանի դեռ ինքը բաց չի թողել։ Ու եթե մենք Աստծո զավակներս սա չտեսնենք ու հասկանանք, ապա աշխարհը հաստատ դա չի տեսնելու ու չի հասկանալու։ Այս տիեզերքը, հրաշք արարչագործությունը վերագրելու է, չգիտեմ, մեծ պայթյունին կամ էվոլյուցիային։ Ինչպես ենք ես ու դու դիտարկում այս կյանքը։ Ինքը զուտ սովորական երևույթների ինչ-որ մի շարունակություն է, թե մենք տեսնում ենք Աստծո ձեռքը ամեն ինչի մեջ։ Մեր հետ կատարվող ամեն փոքր ու մեծ իրականության մեջ, ոնց որ աղոթքի մեջ Կարենը ասեց, որ Տերը մեզ հիվանդացնում է լավ իմաստով։ Մեր մեծ բանաստեղծ ու Աստծո զավակ Հովհաննես Թումանյանը դա տեսել է, ապրել է ու փոխանցել է մեզ։ Ու մեկ այլ քրիստոնյա Աշոտ Աշիկյանը շատ գեղեցիկ երգով դա հասցրել է մեզ, ուզում եմ միասին լսենք այդ ստեղծագործությունը, շատ հրաշալի, զարմանում եմ, թե ով շռայլ իշքան շատ ես տվել ինձ։ Սա մենակ կարող ասել են մարդը, ով Աստծուն ապրել է ամեն մի մանրուքի մեջ։ Այս սովորական ու գերբնական խառնուրդը մենք նորից տեսնում ենք այն առաքելության մեջ, որ Աստված Մովսեսի համար բացահայտեց, թե Մովսես, այ ես հենց սրա համար եմ հանդիպել քեզ։ 7-րդ խոսքում ասում է. ես տեսա Եգիպտոսում գտնվող իմ ժողովրդի չարչարանքը եւ լսեցի գործավարների պատճառով նրանց աղաղակը, որովհետեւ իմացա նրանց կրած նեղությունները եւ իջա, որ նրանց ազատեմ, նրանց հանեմ ու տանեմ։ Ուստի արի հիմա քեզ ուղարկեմ փարավոնի մոտ ու հանիր Եգիպտոսից իմ ժողովրդին Իսրայելի որդիներին։ 7-րդ խոսքում Տերը ասում է Մովսեսին 3 բայ, որ ինքը տեսել է, ինքը լսել է ու ինքը իմացել է։ Միայն տեսնելը ոչ ամբողջական տեղեկություն է տալիս։ Առանց ձայնի միայն տեսնելով շատ բան չես հասկանա այդ երևույթից։ Միայն լսելով նույնպես էլի գաղափար կկազմես, բայց քանի չես տեսել պատկերը, էլի ամբողջական չի լինի քո տեղեկությունը։ Բայց երբ որ խոսքը գնում է իմանալու մասին, երբ որ մեկը ասում է, որ ես իմացա կամ իմանում եմ, այդ նշանակում է ինքը ունի անձնական, խորը, մտերիմ, մոտիկից, ինտիմ տեղեկություն։ Այդ մարդը ապրել է այդ տեղեկությունը, անձամբ վկա է եղել, զգացել է, ներսով ապրել է այն, ինչ որ ինքը ասում է։ Իհարկե Աստծո տեսած ու լսածը ամբողջական են, պակաս չեն, բայց այդպես ասելով Մովսեսին Աստված հասկացնում է, որ Մովսես տես, ես ինչքան եմ ներգրավված այս ամեն ինչի մեջ։ Մարդիկս
չենք կարող Աստծո նման լիարժեք ներգրավել, բայց Աստված ներգրավված է։ Եթե ես լինեի Մովսեսի փոխարեն, Աստծուն սենց կասեի. շատ լավ, մենք էլ դիմացանք, բայց որ այդ ամեն ինչը ասում ես, որ սենց ներգրաված ես, սենց ապրումակցում ես մեր ժողովրդի մեջ, իրականում գետնի վրա, մեր մաշկի վրա, այդ ոնց ենք զգալու, որ սենց դրամատիկ ներկայացնում ես, թե ով ես դու այս ժողովրդի համար, ինձ ինչ, հա ով չգիտի, որ դու մարդամոտ Աստված ես, սիրող Աստված ես, Աստված այդ Մովսեսի լուր հարցերին պատասխանում է, ասում է, քանի որ ես տեսա, լսեցի, այդ ձև խորը ներքին իմացա, ու քանի որ հարցնում ես ինչ եմ անելու, 8-րդ խոսքում ասում է, ինչա որ ազատեմ, հանեմ, տանեմ, դրա համար արի քեզ եմ ուղարկում, ու դու հանիր։ Հիմա Տեր ջան, ով ինչ է անելու։ Նորից այդ սովորական ու գերբնականի միքսն է։ Ճիշտ ինչպես Հիսուսը եկավ, Աստված իջավ ու մեզ ազատեց, հանեց տարավ երկինք, գաթու մեղր բխող երկիրը, բայց միևնույն ժամանակ Աստված թեկուզ անողն էր, բայց ինքը ուղարկեց մարդու։ Ու Մովսեսի Աստծո այս երկխոսությունից առաջին միտքը, որ գալիս է այն է, որ Տեր ջան, հենա դու անում ես էլի, մինչև վերջ արա։ Դու ես ասում, որ իջար, տեսար, եկել ես հանես, տանես, ինձնից ինչ ես ուզում։ Սենց մորենու մեջ հրաշալի տենց հայտնվեցիր ինձ, մի հատ էլ գնա, մի հատ կտցրա փարավոնի գլխին, հլու հնազանդ քո ժողովրդին կթողի։ Որ ասում ես իմ ժողովուրդը, բայց այդքան պետք է չի, որ իմ ժողովուրդն է։ Ինչու ես ինձ ուղարկում։ Եթե այդքան քոնն են, ոնց ես այդ ժողովրդին ինձ վստահում։ Եթե այդքան հարազատ է քեզ, որ ասում ես ես իմացա, եբրայերեն այդ յադա բառն է, որ խոսում է իմանալու, մոտիկից ճանաչելու, ամենամոտիկ, ամենասերտ չափման ճանաչելն է այդ։ Ծննդոցում, երբ որ ուտում են արգելված պտուղը, ու Աստված ասում է, որ իրանք մեր նման դարձան, որովհետև իմացան, այդ մոտիկից իմացանն է, այդ խորը բառն է։ Ու Տերը Մովսեսին ասում է, ես այդտենց խորը իմացա իմ ժողովրդի չարչարանքը։ Բալավ այդքան խորը, որ ապրում ես քո ժողովրդի համար, այդքան քո պետքն է, ինչու ես դա ինձ վստահում։ Որովհետև ես հաստատ չեմ կարող քո նման այդտենց ապրել, այդտենց մոտենալ, տենց գիտակցել, տենց խորանալ։ Մովսես, ես քեզ հենց դրա համար եմ ուղարկում, որ դու գնաս, մերվես այդ ժողովրդին, ապրես իրենց ցավով, կրես իրենց կրածը, քո վրայից իրանց հոտը գա, ապրես իրանց օրով, խմես իրանց ջուրը, ուտես իրենց հացը, քնես իրենց անկողնում, նեղոսի մեծ մոծակների խայթոսներից այդ մարմինը այրվի, շոքես իրանց հետ, մրսես իրանց հետ, ու զգասեն, ինչ որ ես եմ զգում, որովհետև դու ինձ ես ներկայացնում, ու ես եկա այս թփի կրակով քեզ հայտնվելու, որ դու ինձ ներկայացնես, բայց Մովսես, ինձ ներկայացնելու համար մի բան էլ կա, որ պիտի անես, հանիր կոշիկներդ քո ոտքերից, Մովսես, որ ինձ ներկայացնես, պետք է հանես կոշիկներդ ոտքերիցդ։ Աստծո կողմից որդեգրության երկրորդ ընթացքը դա Աստծո առաջ ոտաբաց կյանքն է։ Ինչ հասկացավ Մովսեսը, Աստված ինչ ասեց իրեն, ինչ հասկացրեց։ Եգիպտոսում մարդիկ հիմնականում քայլում էին ոտաբաց, միայն բարձր դասի մարդիկ էին, որ կրում էին ծղոտի, պապիրուսի կամ կաշվե սանդալներ։ Մովսեսը հաստատ անապատում շարունակում էր կրել նման կոշիկներ, դա Եգիպտոսից մնացած բաներ, երևի ինքն էլ չէր գիտակցում,
Մովսեսի համար դա ինչ-որ էական մի բան չէր, այդ կոշիկ կրել, ինչ-որ ստատուս չէր, չգիտեմ ինչ չէր, բայց առաջի բանը, որ Աստված ասեց Մովսեսին, որ ինքը պիտի անի, դա էր հանիր կոշիկներդ։ Ինչ հասկացավ Մովսեսը Աստծո այդ հրամանից։ Երևի մի քանի բան։ Առաջի բանը, որ հասկացավ Մովսեսը, դա էր, որ ինքը Աստծո առաջ իր իմացած մարդը չի այլևս։ Երկրորդը, երբ որ ինքը նայեց իր ոտաբաց ոտքերին, որ այլևս կոշիկներով չէին, հասկացավ, որ ինքը ստրուկի նման է։ Ինքն իրեն տեսավ որպես ստրուկ, որովհետև ստրուկներն էին, որ ոտաբաց էին քայլում։ Երրորդ բանը, որ Մովսեսը հասկացավ, դա էր, որ այլևս իր կամքը չի կատարելու, այլ իրեն կանչողինը։ Ու չորրորդ բանը, որ Աստված արեց Մովսեսին ասելով կոշիկները թանի, դա էր, որ ինքը Մովսեսին կտրում էր իր առաջին եգիպտական պալատում որդեգրության ձևավորված ինքնությունից։ Արդյոք կոշիկ հանելը կապ ուներ Սուրբ հողի հետ։ Տերը տենց ասում, որտեղ դու կանգնած ես Սուրբ հողը։ Արդյոք դա դրա հետ կապ ուներ։ Հին միջագետքի քանդակներին պատկերված է, որ երբ քրմերը մտնում էին իրենց աստվածների տաճարները, իրանք պետքա ոտաբաց լինեին։ Ու տեքստից այն տպավորությունն է, որ պետք է սուրբ տեղում ոտաբաց լինեին, իսկ այլ տեղերում կարող էին ոտաբաց չլիներ, բայց Աստված իրականում այլ բաներ ասում Մովսեսին։ Ասում էր սուրբ է ցանկացած տեղ, որտեղ ես եմ։ Քո գնացած ամեն տեղը, քո կանգնած ամեն տեղը, քո պարկած ամեն տեղը, քո նստած ամեն տեղը սուրբ է, որովհետև իմ ներկայությունն է քեզ հետ։ Որովհետև այդ պահին Քորեբ լեռը դեռ ինչ-որ սուրբ վայր չէր համարվում։ Դեռ Աստծո ժողովուրդը չէր եկել ու Աստված Քորեբի վրա չէր հանդիպել Իսրայելին։ Ինքը սուրբ լեռ դեռ չէր համարում, ինքը սովորական լեռ էր։ Ինչ եմ ասում սովորական լեռեր։ Աստծո ասածը ոնց հնչեց եբրայերեն։ Ոնց որ Կարենը խոսքի ժամանակ ասեց, չէ՞ իմ սիրելի որդին, իմ Դավիթ որդին։ Ոնց հնչեց Աստծո ասած, երբ որ ինքը ասեց քո կանգնած տեղը սուրբ հող է։ Եբրայերեն հնչեց քո կանգնած տեղը սուրբ Ադամ է։ Այն Ադամը, որ պետք է ինքը սուրբ լիներ, առանձնացված լիներ միայն Աստծո համար, չմնաց սուրբ, այլ խառնվեց նրա հետ, ումից ինքը պետք է առանձնացված մնար։ Մովսես, դու այդ նույն Ադամից ես ու դու ես վերցված հողից, բայց այդ հողը սուրբ է։ Աստված հասկացնում էր Մովսեսին, որ այսուհետ դու պիտի առանձին, միայն իմ համար պիտի լինես, Մովսես։ Դրա համար առաջի բանը, որ արեց Մովսեսը վերադառնալուց, ինքը գնաց, վերցրեց իր ընտանիքը, իր երեխաներին ու իր կնոջը ու առանձնացավ իր աներից, հոթորից, դա առանձնանալու քայլ էր։ Ուրիշ ինչ կարող էր նշանակել այն, որ Աստված ասեց հանիր կոշիկներդ։ Փաստացի Մովսեսը կարծես առանձնացավ իր կոշիկի տակի փոշուց, իր նախկին կեղտը այլևս իր հետ, ինքը ոնց որ քարշ չէր տալուս։ Մովսես այսուհետ էլ քո իմացածով չի, քո անցածով չի, քո ասածով չի լինել նենց ոնց որ դու սովորել ես, ոնց որ քո համար կոմֆորտ է, ոնց որ դու քո ճամփաներով ես անցել։ Դու այդ քո կրածից արդեն առանձին պիտի լինես։ Հին կտակարանում հանել, հագնելը նշանակում էր նոր օծություն, նոր ծառայություն, նոր պատասխանատվություն։ Թվոց 20-րդ գլխում կարդում ենք, որ Մովսեսի եղբայր Ահարոնից, որ Իսրայելի առաջի քահանայապետն էր, այդ Ահարոնից, քահանայապետից հագուստները հանում են ու հագցնում են նոր քահանայապետին, Ահարոնի որդի Եղիազարին, ու դա ծառայության փոխանցումն էր, դա ծառայության նվիրաբերումն էր։ Երբ որ նորը որդին
հնից, հորից ժառանգեց այդ քահանայական ծառայությունը, քահանայական հագուստներ հանել հագցնելով։ Մեր Տեր Հիսուսն էլ հանեց իր հանդերձները, երբ որ ինքը աշակերտներին ոտն լվա արեց։ Աշակերտները ոտքերը լվալուց, եթե ինչ-որ ուրիշ մարդ մտներ, չէր իմանա, որ դա Հիսուսն է, կմտածեր ոտն լվա անող ստրուկն է, որովհետև հանդերձները հանած, մինչև գոտկատեղ մերկ, Հիսուսը լվանում էր աշակերտների ոտքերը, ու դա անում էին ոտն լվա անող ստրուկները։ Բայց մինչև այդ խորհրդավոր ընթրիքը Հիսուսը մեկ այլ շատ ավելի մեծ, շատ ավելի գլոբալ, շատ ավելի համատիեզերական արարչագործության ու հավիտենության մակարդակով աշխարհացնցող փոխող ամեն ինչ մի հանել հագնելով էր անցել։ Աստվածաշնչում նկարագրված բոլոր հանել հագնելների ապոգեյը, գագաթնակետը, դա այսպես կոչված Հիսուսի կենոզիսն էր։ Փիլիպեցիս 2-րդ գլխի 5-7-ում կարդում ենք. «Ձեզնից ամեն մեկը թող այն մտածի, որ Քրիստոս Հիսուսում էր, որ Աստծո կերպարում լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այլ իր անձը ունայնացրեց ու ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես գտնվելով, իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, եւ այն էլ խաչի մահ»։ Ունայնացրեց հունարեն կենու, որը նշանակում է դատարկել, որից էլ առաջացել է աստվածաբանական այս հայտնի կենոզիս տերմինը, որը նշանակում է դատարկեցում կամ դատարկում։ Ինչպես ցանկացած աստվածաբանական տերմին, այս տերմինի շուրջ լիքը կռիվ ու վեճ կա, բայց եթե պարզ լեզվով ասենք, կենոզիս նշանակում է, որ Հիսուսը գիտակցաբար ինքն իրեն զրկեց, կամավոր իրեն ինչ-որ բաներից հրաժարվեց ու իր վրա առավ ստրուկի կերպարով մինչև խաչի մահ հնազանդ եղավ։ Ու դա անելու համար Հիսուսը իրեն դատարկեց, չգիտեմ, արտոնություններից, իրավունքներից, կարգավիճակից, Հիսուսը իրեն դատարկեց, որ մենք նորից լցված լինենք Աստծո հոգով, ինչպես որ էինք Ադամի մեջ մինչև նրա անկումը։ Ու հոգով մեր լցվելու համար Հիսուսը պիտի իրեն դատարկեր, պետք է հաներ, որ հագներ այդ ծառայի կերպարը, որ լիներ մարդկանց նման ու մարդկանց կերպարանքով մարդու պես գտնվելով։ Ու սիմվոլիկ կերպով կարծես Հիսուսն էլ Մովսեսի նման հանեց իր կոշիկներն Աստծո առաջ ու հորը տվեց իր կյանքը տնօրինելու իրավունքը։ Սա շատ նման է կոշիկ հանելու կապված մեկ այլ հին սովորությանը, որը շատ հնարավոր է, չեմ պնդում, բայց շատ հնարավոր է, որ սկիզբ է առել կամ գոնե տարածված է եղել Եգիպտոսում ու Մովսեսը տեղյակ էր այդ սովորույթից։ Հռութի գրքի 4-րդ գլխում, ամենավերջի գլխում, մի հետաքրքիր դրվագ ենք կարդում։ Իսրայելում ազգականության իրավունքը կատարելու ու առուծախի գործեր անելու համար, որպեսզի ամեն բան հաստատվեր, վաղուց ի վեր այսպես էին անում. մարդն իր կոշիկը հանում էր եւ տալիս էր իր ընկերոջը, եւ սա վկայություն էր լինում Իսրայելում։ Եվ երբ ազգականը, Հռութի ազգականը, Նոյեմիի ազգականը Բոոսին ասաց. «Դու գնիր իմ հողամասը», հանեց իր կոշիկը։ Բոոսը ամուսնացավ Հռութի հետ, որը Նոյեմիի հարսն էր, իր մահացած տղայի կինը։ Ու Բոոսը Նոյեմիի ազգականն էր, ինքը ամուսնացավ Հռութի հետ, ու քանի որ Նոյեմին պարտքեր ուներ, ու այդ պարտքերի պատճառով իր հողամասը, իր հորական տունը անցել էր ուրիշի սեփականությանը, ուրիշ տեր էր հայտնվել Նոյեմիի հողամասին, Բոոսը ամուսնանալով Հռութի հետ նաև գնեց այդ հողամասը, որ այդ հողամասը մնա այդ ընտանիքի, Նոյեմիի ընտանիքի տնօրինության
ներքո։ Բոսը հետ գնեց այդ հողամասը, ու այդ ազգականը, որ այդ հողի տերն էր, ինքը ասեց դու գնիր իմ հողամասը ու հանեց կոշիկը։ Այդ ժամանակ նոտար չկար, անշարժ գույքի առուվաճառքի էլեկտրոնային համակարգ չկար, այդ պատճառով առուվաճառքը հավաստվում էր, հաստատվում էր այդ գյուղի կամ քաղաքի բնակիչների առաջ։ Ոստեղ կարդում ենք, որ այդ ազգականը, որ բոսին ասում է, որ գնի հողամասը, հանում է իր կոշիկը։ Այդ մարդը հանեց իր կոշիկը, որ տար բոսին։ Այդ արարողությունը, որի վկաները այդ հողամասի շուրջ ապրող հարևաններն էին, դա հավաստում էր, դա վկայություն էր այն բանի, որ այս մարդը վաճառել է հողամասը, այս մարդը գնել է հողամասը։ Իսկ այդ կոշիկի փոխանցումով վաճառողը գնորդին այդ արարողությունով, երբ որ տալիս էր իր կոշիկը, ինքը կարծես ասեր. ահա, այլևս ես չեմ քայլի այդ հողի վրայով, այլևս դու ես քայլելու, որովհետև այլևս իմը չի, այլ քոնն է, արդեն քոնն է այդ հողը։ Դա խորհրդանշում էր հողի տերերի փոփոխությունը։ Կարծես այդ հողի վրա քայլելու իրավունքը կոշիկի փոխանցումով տրվում էր նոր տիրոջով գնել էր այդ հողը։ Ու հողի նոր տերը այդ կոշիկը պահում էր իր մոտ, որպես ապացույց, որ այդ հողը իրենն է։ Ամեն իրավունքներով, կարգով, կարծես դա ձեռքբերման իր սերտիֆիկատներ հողամասի։ Ու Մովսեսին կոշիկները հանելու հրաման տալով Աստված նրան ասում էր. Մովսես կոշիկներդ հանիր ու տուր ինձ։ Այսուհետ ես եմ քայլելու քո կյանքի վրայով, ոչ դու։ Այսուհետ ես վերցնում եմ քո կյանքը, ես գնել եմ քո կյանքի հիմն է, դրա համար որպես դրանշան ու ապացույց հանիր կոշիկներդ, կյանքիդ հողամասը իմն է արդեն, դու քո կյանքի վրա որևէ իրավունք չունես, բոլոր իրավունքները քո կյանքի վրա իմն են, դրա համար հանիր կոշիկներդ։ Պողոսը Եփեսացիներին ասում է, որ Աստված մեզ նախասահմանեց, որ Հիսուս Քրիստոսի մեջ իրեն որդեգիր լինենք ըստ իր կամքի հաճության։ Մենք չենք որդեգրվել, չենք նախասահմանվել Աստծո լկստված երեխեքը լինելու համար, թեև ինքը մեզ շատ երես է տալիս։ Աստված հաճեցել է մեզ որդեգրել Հիսուսի մեջ, մեզ իր որդու տեղը դնել, որ մեր կյանքերը իրենը լինեն, իրեն պատկանեն, որ Հիսուսի նման ես ու դու կարողանանք այն ամենավճռորոշ պահերին ասել, ոչ ինչպես ես եմ ուզում, այլ ինչպես դու Հայր։ Ինչու, որովհետև կյանքը ոչ թե իմն ու քոնն է, այլ մեր Հորն է պատկանում, ով գնել է մեր կյանքերը ու իրավունք ունի քայլելու այդ կյանքերի վրայով։ Հիմա երբ կանգնենք Հոր առջև, թող ամեն մեկս այս հարցը տա իրեն. ում ձեռքերում է իմ կոշիկը, արդյոք իմ հագինը, թե այդ կոշիկը, այդ Աստծո ներկայության մեջ, ես Մովսեսի նման հանել եմ ու դրել եմ Աստծո առաջ, արդեն տվել եմ իրեն, ու ասել եմ Հայր, արի ու քայլի իմ կյանքի հողերի վրայով։ Եկեք գանք հիմա Տիրոջ առջև։ Ու թող այս հարցը ամեն մեկս տա իրեն, ամեն մեկս մտածի այս հարցի շուրջ։ Ում կյանքում է իմ կյանքը, ում ձեռքերում է իմ կյանքը։